Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազատվել է իր վերջին տղամարդ օգնականից։ Նկատենք, որ գլխավոր դատախազն ունի 5 խորհրդական, որոնք բացառապես կանայք են։ Մայիսի 5-ին ԱԺ-ում տեղի կունենա խորհրդի նիստ, որը պետք է հաստատի ԱԺ լիագումար նիստի օրակարգը։ Մայիսի 6-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստին ներկայացվելու է ԱԺՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, հայտնում է Ժողովուրդ օրաթերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Մայիսի 1-ից 4-ը Մայրաքաղաքում կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթ 2025 գեղասահքի միջազգային բաց մրցաշարը, սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայություններ եւ Երևանի քաղաքապետի գավաթ 2025-ի համար հատկացվել է 69 միլիոն 578 հազար դրամ։ 12 տնտեսվարող սյուբյեկտ ուղղանվել է 9 միլիոն 443 հազար դրամով, գրում է օրաթերթը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Հայաստան դաշինքի խորհրդարանական խմբակցությունը նախորդին դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նիստ է արել դաշինքի կենտրոնական գրասենյակում։ Խմբակցությունից վստահեցրել են, որ ընդամենը ընթացիկ հավաք է եղել եւ երկրորդ նախագահը պարբերաբար ներկա է գտնվում ֆրակցիայի նիստերին։ Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Այդ մասին պետական բոլոր գերատեսչությունների աշխատողներին հրահանգ է իջեցվել, իսկ ամենազավեշտալի հրահանգը ստացել են ԳԳՄՍ նախարարության աշխատակիցները։ Նրանց ասվել է, որ շաբաթօրյակին պետք է մաքրություն եւ ծառատուն կանեն դեռևս չկառուցված ակադեմիական քաղաքում, գրում է Հրապարակ օրաթերթը։ Երևանի նոր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքից հետո Հանրապետություն եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների միջև բազար է սկսվել։ Արամ Զավենիչի կուսակիցները պատվի հարց են համարում իրենց կուսակցի պաշտոնավարման հարցը եւ շատ արմատական են տրամադրված։ Հրապարակ օրաթերթի մեկ այլ հոդվածի համաձայն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնի հիմնավոր հավակնորդները երկուսն են՝ ԱԺ պատգամավոր Արսեն Թոլոսյանը եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր News կայքում։